ռադիոկայանի եթերում ինքնություն եւ արժեքներ հաղորդաշարն է։ Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Այսօր զրուցելու ենք հանրակրթական համակարգում կրոնի ուսուցման անհրաժեշտության մասին։ Մեր զրուցակիցն է Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի եկրամասի հոգևոր հովիվ Տեր դոկտոր Տիրատուր Քահանա Սարդարյանը։ Ուրախ եմ, որ մեզ հետ եք, օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի, ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալություն։ Նախ սկսենք այն հարցից, թե առհասարակ անհրաժեշտ է նման առարկաներ ներառել կրթական համակարգում, հատկապես Հայաստանում, իրավաչափ է արդյոք այդ որոշումը, թե ոչ։ Գիտենք, այս հարցը հատկապես եկեղեցու պատմության առարկայի անհրաժեշտության երկար տարիներ քննարկվում է, կան կողմնակիցներ, կան հակառակորդներ։ Հակառակորդներն ու քննադատները մեջբերում են դավանանքի ազատության, պետության ու եկեղեցու բաժանման հոդվածները, բայց ողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում, որտեղ նույնպես գործում են այս օրենքները, բացի Ֆրանսիայից եւ Ալբանիայից, դպրոցներում դասավանդվում է կրոնի ուսուցում առարկա, տարբեր մոդիֆիկացիաներով, իբրև պարտադիր կամ ընտրովի դասընթաց։ Եկեք խորհրդացենք ակունքների մասին։ Եթե ակունքների մասին խոսենք, պետք է նախ եւ առաջ հարց տանք, թե որտեղից է գալիս կրթությունը եւ ինչի շուրջ է զարգացել կրթությունը, եւ կտեսնենք, որ այդ հիմնաքարը դրել է կրոնը եւ կրոնի շուրջ զարգացել նաեւ ճարտարապետություն, արվեստ եւ այլն։ Եթե այսօր նայենք Եվրոպայում գործող լուրջ ինստիտուտները, համալսարանները, կտեսնենք, որ աստվածաբանական ֆակուլտետները հիմքն են, առաջի ֆակուլտետներն են, որից հետո գալիս է փիլիսոփայությունը եւ մնացած բոլոր ֆակուլտետները, այսինքն սա ցույց է տալիս, որ կրոնը կարևոր տեղ ունի կրթական ողջ համակարգում։ Իհարկե պետք է տարբերել քրիստոնեականը եւ կրոնի դասը, պետք է տարբերել միսիոնարական քարոզչությունը եւ այն, ինչ այսօր մանկավարժության մեջ հասկանում ենք իբրև կրոնի դաս, եւ այդտեղից պետք է, կարծում եմ, սկսել եւ հարցեր կան, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։ Խոսքը արժեքների մասին է, խոսքը նաեւ գիտելիքների մասին է։ Ով ենք մենք, ինչու է օրինակի համար մեր պարագայում քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին այդքան կարևոր մեր ինքնության համար, ինչ արժեքներ են նա փոխանցել մեզ, եւ այս ամենը խոսում է նրա մասին, որ դա անհրաժեշտություն եղել է եւ պիտի լինի։ Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած մի մշակույթ, այդ զարգացած մշակույթը պետք է կառուցվի գիտելիքների վրա։ Իսկ մի բան հերքել առանց իմանալու, թե դա ինչ է, կարծում եմ, որ մեծագույն սխալներից մեկն է։ Բովանդակությունը իհարկե առաջին տեղում է քննարկվում, թե ինչ պետք է բովանդակի այդ դասընթացը։ Իհարկե այդտեղ կան կատեխիզիսի քրիստոնեականի տարրեր, այսինքն ծանոթացում եկեղեցու արժեքներին, դավանանքին, ինչը որ պետք է ժողովրդի զավակներին, պատրաստում են նաև հնդածս առաջին հաղորդության, կա էթիկայի ուսուցում, կա քրիստոնեական մշակույթի ծանոթացում, հետաքրքրական փաստ Դանիայում, որ գիտենք նաև Եվրոպայի ամենասեկուլյար, ամենաաշխարհիկայնացված պետություններից է, պարտադիր է կրոնի ուսուցում առարկան մինչև 9-րդ դասարան, այսինքն նաև այլ դավանանք ունեցող մարդիկ չեն կարող իրենց երեխաներին ազատել այդ դասընթացից, այն հիմնավորմամբ, որ այդ առարկան ծանոթացնում է Դանիայի քրիստոնեական մշակույթին նաև, այսինքն մարդիկ, ապագա քաղաքացիները պետք է ծանոթանան նաև դրան։ Մենք ընտրեցինք եկեղեցու պատմություն ֆորմատը, այդ դասընթացը կարելի է ասել սիրվեց եւ երեխաների կողմից կազմակերպվում էին ամեն տարի օլիմպիադաներ, որտեղ երեխաները փայլում են, ես ինքս ներկայ եմ գտնվել այդպիսի մի միջոցառման, բայց տեսանք, որ վերջին զարգացումների արդյունքում հենց այդ պատրվակով, որ եկեղեցու պատմություն դասընթաց է, մեր կրթության նախարարությունը նպատակահարմար գտավ միավորել հայոց պատմություն առարկային, թե ինչ բովանդակությամբ, ինչ չափով եւ ինչ մեկնաբանությամբ, դա արդեն այլ հարց է։ Ինչպիսի ճշգրտում կարող ենք կատարել բովանդակային առումով։ Նախ պետք է մենք կարողանանք տարբերել դպրոցական, պետական կառույցներում ամփոփված կրոնի դասը եւ մատուցման ձևերը, դա կլինի եկեղեցու պատմություն, կրոնի պատմություն, թե կրոն իբրև այդպեսին, եւ դպրոցական այդ համակարգից դուրս եկեղեցու քրիստոնեական դաստիարակությունը։
Այստեղ այդ կատեխիզիսի տարբերակը դա պետք է լինի համայնքներում եկեղեցական ծխական աշխատանքների, թեմերի աշխատանք, որտեղ որ ըստ տարիքի երեխաների, երիտասարդների եւ մեծերի հետ աշխատանքներ տարվեն ըստ նրանց գիտելիքների, զարգացման, աստիճանի եւ այլն, սա մի բան է, առանձին մի ոլորտ է, այսպես ասած, որտեղ որ փոխանցվում են զուտ քրիստոնեական այն կարևոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հայ առաքելական քրիստոնյա լինելու համար, եւ ուրիշ բան է դպրոցական, ուրեմն այդ կառույցում նախ կարծում եմ, որ անհրաժեշտ է մենք սկսենք հենց մանկապարտեզի տարիքից, եթե վերցնենք Գերմանիան, կտեսնենք հիմնական զարգացող այդ գիտելիքներից մանկավարժության մեջ ինչ մեծ կարևորություն ունի կրոնը, եւ այդտեղ պետք է խոսել նաեւ այն մասին, թե կրոնը կարող է արդյոք լինել նաեւ ոչ հավատացյալ, մարդու համար հետաքրքիր, անհրաժեշտ եւ այլն, եւ ժամանակակից այսօրվա մանկավարժության տարբեր ձեռնարկներ, որոնք ուսումնասիրում են այդ հարցերը, գալիս են այն եզրակացության, որ դա անհրաժեշտություն է, դա դաստիարակում է երեխային, գիտեք, կրոնը կարող է նաեւ թույնավոր լինել եւ պատճառ դառնալ տարբեր հոգեկան խնդիրների, այսինքն վախից սկսած մինչև տարբեր տեսակի բացասական երևույթների եւ հենց մանկապարտեզի տարիքից, եթե ճիշտ մեթոդաբանություն ընտրվի, կարելի է կանխարգելել այդ սխալ ընթացքները, որոնք կարող են լինել ընտանիքում դաստիարակության սխալներ կամ համայնքում եւ այլն, եւ ուրեմն մանկապարտեզի այդ 3-4 տարեկան երեխաների տարիքից սկսած պետք է աշխատել, մտածել եւ այդպիսի ծրագրեր կան շատ տարբեր երկրներում կան, թե ուղղափառ, թե կաթոլիկ, թե բողոքական եւ ինչպես ասում եք նաեւ սեկուլար երկրներում, ուղղակի թե հոգեբանական, թե մանկավարժական տարբեր ուսումնասիրություններ հանգեցնում են նրան, որ դա անհրաժեշտ է եւ պետք է տարբերել դպրոցական ծրագիրը եւ պետք է տարբերել եկեղեցական ծրագիրը, բայց ձեռքի տված են, որովհետեւ եթե Գերմանիան վերցնենք, օրինակ այնտեղ ունենք կաթոլիկ կրոնի դաս, բողոքականների կրոնի դաս, ուղղափառների, հրյաները իրենց դասեր ունեն եւ այլն։ Օրինակ կաթոլիկներին հանձնված է կաթոլիկ եկեղեցուն, իրենք են մշակում ծրագիրը, համապատասխանեցնում են կրթության նախարարության հետ եւ այդ ծրագիրը մտնում է այնտեղ եւ ուսուցիչները ունեն ազատություն, այսինքն տրված են հիմնական ուղղությունները, տրված են տարբեր տեսակի մատերիալներ, որոնցից կարող է ուսուցիչը, դաստիարակը օգտվել եւ ինքը արդեն այնպես վերապատրաստված մի մակարդակի է, որ ինքը կարող է իր նախատեսությամբ ընտրել այս կամ այն ծրագիրը եւ աշխատել ավելի ազատ եւ դա բերում է նրան, որ ուսուցիչները կամ դաստիարակները իրենք էլ իրենց այդ կրեատիվ բանը օգտագործում են եւ այս ամբողջը բերում է նրան, որ հասարակության մեջ անգամ նրանց մոտ ովքեր որ այդքան եկեղեցու մոտ չեն կամ նաեւ աթեիստական շրջաններում մարդիկ պատրաստ են իրենց երեխաներին թե մանկապարտեզներում, թե դպրոցներում տալ այդ դասերի եւ պարտադիր է նաեւ Գերմանիայում պետք է ընտրեն, եթե բողոքական են, բողոքական կամ կաթոլիկ կամ եթե կրոնի դասին չեն ուզում մասնակցել, բարոյականություն, որը նույնպես պատրաստում է եկեղեցին, այսինքն արժեքներ են փոխանցում։ Հայաստանի պարագայում իհարկե ինձ դժվար է, որովհետև այդպես մանրակրկիտ ծանոթ չեմ այստեղի բոլոր խնդիրներին, բայց այն ինչ որ լսում եմ, ինձ թվում է պետք է խոսել բավականին լուրջ, առանց էմոցիաների, մասնագիտական հիմքերով, փաստերով եւ հասկանալ, տեսնել թե ինչ ենք ուզում։ Կան միջազգային ստանդարտներ, եթե մեր պետությունը ձգտում է այդ միջազգային ստանդարտներին, ուրեմն եկեք խոսենք այդ հիմքերից, այդ ստանդարտներից ելնելով եւ հասկանանք, որտեղ պետք է բարելավություններ, որտեղ պետք են շտկումներ, իսկ որտեղը նաեւ լավ ընթացել աշխատանքը։ Մենք գիտենք, որ ինչպես դուք ասացիք, կրոնի պատմությունը ընդունվել է, ժողովրդի կողմից եւ դա խոսում է նրա մասին, որ բավականին դրական աշխատանք է կատարվել։ Այսօր ժամանակները փոխվում են, պետական ինչ-ինչ ծրագրերի
վերանայման խնդիր կա, նաև մենք պետք է պատրաստ լինենք իբրև եկեղեցի այդ ժամանակակից մեթոդաբանություններով աշխատելու եւ նաև մեզ համար ոչ այդքան հաճելի հարցերի պատասխաններ փնտրելու։ Ես կարծում եմ, որ երկխոսությունը այն ճանապարհն է, որը կհանգեցնի այնպիսի որոշման, որը բոլորի համար, հատկապես մանուկների եւ երիտասարդների համար եւ մեր պետության եւ եկեղեցու ապագայի համար դրական արդյունքների կբերի։ Պետք է երկխոսել, պետք է վիճաբանել, գիտական հիմքերից ելնելով, փաստերով խոսել եւ կարծում եմ այդ ժամանակ հնարավոր կլինի շատ հետաքրքիր արդյունքների հասնել։ Վերեցի Գերմանիայում կրոնի ուսուցման այդ առարկայի վերահսկողության նկարագրությունը, թե ինչպես եկեղեցին ու պետությունը համագործակցաբար կազմում են այդ դասընթացի ծրագրերը, մատուցում են այն դպրոցում երեխաներին ու երիտասարդներին, եւ հետաքրքիր է, որ նույնիսկ համասարանական համակարգում կաթոլիկ եւ բողոքական աստվածաբանության ֆակուլտետներում ու ամբիոններում պրոֆեսորները այդ պաշտոնը զբաղեցնելուց առաջ կաթոլիկ եկեղեցու պարագային պաշտոնական թույլտվություն են ստանում եւ ինչ որ վերահսկողություն կա նաեւ բողոքական եկեղեցու կողմից իր ֆակուլտետների նկատմամբ, այսինքն այս process-ը պետք է տեղի ունենա եւ պետական կրթական համակարգի միջոցով եւ եկեղեցու ակտիվ մասնակցությամբ։ Այդ process-ները Հայաստանում նույնպես օրենքով արձանագրվեցին, սկսած 2000-ական թվականներից կառավարությունը, ազգային ժողովը ընդունեց օրենքներ, հրապարակեց հրամաններ, որ հայ եկեղեցին ունի դերակատարություն այդ չափորոշիչի կազմակերպման, մշակման եւ նաեւ դասընթացի մշակման, դասագրքերի մշակման եւ եկեղեցին էլ բավական դեմոկրատական եղանակով էր վարում այդ աշխատանքները, չէր օգտագործում ուղիղ քարոզչության համար այդ առարկան, այլ ընդհակառակը աշխարհիկ մասնագետների մեծ քանակությամբ վերապատրաստեց Մայրաթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, այդ առարկան հենց մատուցվում էր, այո, քրիստոնեական տեսանկյունից իբրև պատմություն, իբրև հայրենասիրություն, իբրև ազգային արժեքներ բովանդակող դասընթաց, բայց կարծում եմ ընդդիմությունը այդ առարկայի նկատմամբ ավելի շատ կապված էր հենց եկեղեցու մուտքը դպրոց արգելելու ցանկությամբ։ Ինչ եք կարծում, որտեղից է մեր հասարակության մեջ բխում այդ ցանկությունը եկեղեցին հնարավորինս անջրպետելու, հեռացնելու դպրոցից, կրթական համակարգից, նաև հասարակական կյանքից։ Արդյոք դա ողջ հասարակության ձայնն է։ Ես անձնական այդ շփումներից ելնելով կարող եմ ասել, որ ոչ մեր ժողովուրդը բավականին մոտ է իր եկեղեցուն, բայց պետք է հասկանալ, դա ինչ որ մի կառույց է, ինչ որ մի ուժ է, որ աշխատում է եկեղեցու դեմ։ Այդպիսի ուժեր կան աշխարհով մեկ տարբեր երկրներում, մեզ համար դա մի քիչ նոր է, բայց աշխարհով մեկ նորություն չէ։ Նաև մեզ համար պետք է ծանոթ լիներ, որ կոմունիստական այդ շրջանում, երբ որ ամեն մի գյուղ ունեցել է իր գոնե մատուռը, ունեցել է իր հոգևորականը, այդ ամբողջը վերացվել է եւ մենք 70 տարի շարունակ ապրել ենք աթեիստական մի շրջանում, որը մեզ արգելել է հավատքի հետ որևէ առնչություն ունենալ։ Այսօր մենք լսում ենք արևմուտքից բավականին այսպես եկեղեցու դեմ տրամադրող լուրեր, հատկապես կաթոլիկ եկեղեցում երեխաների վերաբերյալ այդ բռնությունները սարսափելի, բայց պետք է տարբերել եւ պետք է հասկանալ ինչ դեր է ունեցել կաթոլիկ եկեղեցին արևմտյան ժողովրդի պատմության մեջ, ինչ դեր է ունեցել բողոքական եկեղեցին, ինչ դեր է ունեցել մեր եկեղեցին, եւ այդ համեմատականները պետք է անպայման տանել եւ չի կարելի ասել, որ այ եթե կաթոլիկների մոտ այս խնդիրները կան, ուրեմն նույն խնդիրները ունենք նաեւ մենք։ Կան խնդիրներ, որոնք նման են իրար գլոբալ աշխարհում։ Գիտեք, եթե առաջ մենք ծնվել մեծացել ենք մի միջավայրում, մեր ունեցած ինֆորմացիաները շատ սահմանափակ են եղել, կարելի ասել գետոացված ինֆորմացիա ենք ունեցել, եթե դու օրինակի համար հայ առաքելական միջավայրում ծնվել մեծացել ես, բնական էր, որ պիտի կնքվեր այդտեղ եւ քեզ համար բոլոր մյուս կրոնները կամ ուղղությունները օտար էին, խորթ էին։ Այսօր մենք ունենք համացանցը եւ ամբողջ աշխարհը մի մեծ գյուղի է վերածվել, օրինակ արևմուտքում կան այդ ընտանիքները, բաժանված, միասեռական եւ այլն երեխաներ այստեղից այնտեղից միանում են իրար եւ
ստացվում է մի ընտանիք, որտեղ 4-5 ծնող կա եւ տարբեր ամուսնություններից երեխաներ, նույնը գիտության ոլորտում է, նույնը կրոնի ոլորտում է, երիտասարդը այսօր մտնում է համացանց, ստանում է տարբեր ինֆորմացիաներ, որը առաջ քչերը կարող էին ստանալ, այսօր բոլորը կարող են դա ստանալ նույն այդ TikTok-ի, Instagram-ի, Facebook-ի եւ այլ հարթակների միջոցով եւ ընտրում է իր համար այն, ինչ որ իրեն հաճելի է, իր համար հասկանալի է, նաեւ հետաքրքիր է եւ դրանից կառուցում է ինքն իր համար միկրոն, ժամանակակից կուռքեր, որովհետեւ չի ճանաչում իսկական իր համայնքին կամ կարելի ասել նաև այդ համայնքը այլևս չկա, գոյություն չունի եւ մարդիկ իրենք ընտրում են իրենց համար այն, ինչ որ իրենց հետաքրքիր է, շատ հաճախ առանց հասկանալու, շատ հաճախ շատ լավ հասկանալով, որ դա իրեն հետաքրքիր է, հաճելի է, հեշտ է, չկան արգելքներ, չկա դատապարտություն, չկա մեղք հասկացողություն, այսօր օրինակի համար մեղքի մասին արևմուտքում խոսող հոգևորական դուք չեք գտնի գրեթե մարդը վերածվել այսպես անսխալ ինչ որ ընտրյալի, որի համար Աստված մի ծրագիր ունի եւ ինքը այդ կատարյալ մարդն է, որը ծնվել է հատուկ այդ ծրագրի համար, ինքը անսխալ է, ինքը մեղք չունի եւ հոգեբանությունը մարդու փոխվում է։ Ինչպես կարող է եկեղեցին գալ եւ ասել, որ դու սխալ ես, ինչպես կարող է հոգեվորականը քարոզի ժամանակ ասել, որ մեղք եք գործում, ինչ իրավունք ունի։ Եվ սա հոգեբանությունը, որ արևմուտքից գալիս է նաև դեպի մեզ մոտ եւ այս ընդհանուր մի խնդիր է նաև մեր հայ առաքելական եկեղեցու համար։ Այստեղ էլ մենք միշտ խոսում ենք հայ առաքելական եկեղեցու մասին եւ նկատի ունենք Հայաստանը, բայց հայ առաքելական եկեղեցին ունի թեմեր եւ ավելի շատ թեմեր արտերկրում եւ դրանք թե եվրոպական եւ թե արևելյան երկրներում են, այսինքն բավականին մեծ սպեկտր աշխատանքի, որը մի կողմից շատ մեծ դժվարություններ կարող է առաջացնել եւ առաջացնում է։ Մյուս կողմից ահռելի մեծ հնարավորությունների աղբյուր է, որովհետեւ մենք մեր թեմերի միջոցով կարող ենք այդ երկրների փորձը բերել, համեմատել եւ լավագույն տարբերակները համապատասխանեցնելով մեր իրականությանը օգտագործել մեր երեխաների, երիտասարդների եւ ինչ ոչ նաեւ մեծերի կրթության ոլորտում այդ ծրագրերը կազմելու նպատակին։ Մենք սկսեցինք կրթական հարցի քննարկումից եւ անխուսափելիորեն եկանք արժեքների քննարկմանը եւ մեր հաղորդաշարն էլ արդեն իր խորագրին հետևելով իր ուշադրության կիզակետում է մշտապես պահում արժեքահեն կրթությունը։ Մենք շատ ունենք թեմաներ, որոնք առնչվում են կրթական համակարգին եւ հետաքրքիր է, որ կրթության չափորոշիչները, որոնք ընդունվել են մեր իշխանությունների կողմից 2000-ական թվականներից ի վեր, հետևելով արևմտյան կրթական համակարգին, Բլումի տաքսոնոմիային եւ այլ սկզբունքների հենց ներառել է կրթական չափորոշիչում գիտելիքների եւ հմտությունների հետ մեկտեղ նաեւ արժեքները, այսինքն կրթությունը մենք ճանաչում ենք, որ պետք է լինի արժեքահեն, բայց թե ինչ բովանդակություն ենք մենք դնում այդ արժեքների անվան տակ, ինչպես է դա մատուցվում, ով է դա մատուցում, լինելու է դա հասարակագիտություն առարկա, եկեղեցու պատմություն առարկա, թե այլ առարկա։ Իհարկե լավ է, որ ազատություն կա, նախատեսվում է չափորոշչով, որ դպրոցներն իրենք կարող են մշակել նման ծրագրեր, նման փորձ օրինակ մենք կատարում ենք այբ դպրոցում, որտեղ ներդրել ենք ինքնություն եւ արժեքներ նոր դասընթացը։ Այսինքն ինչ ենք ուզում մենք արժեքահեն կրթության բաղադրիչի ներքո մատուցել մեր աշակերտներին, ապագա հայրենիներին, քաղաքացիներին։ Արժեքները երկնքից չեն ընկնում։ Արժեքները հատկապես այսօր թե փիլիսոփայության, թե հոգեբանության, թե մանկավարժական, այդ բոլոր գիտական աշխատանքները ցույց են տալիս, որ դա պայմանավորվածություն է, հա։ Հանրությունը պայմանավորվում է, մեկը մյուսի հետ խոսում են, զրուցում են, դա կլինեն կոնֆերանսներ, գիտաժողովներ, զրույցներ, հանդիպումներ, եւ այդ միջոցով ստեղծվում է մի այնպիսի հարթակ, որը բոլորի համար հասկանալի է։ Իմ կարծիքով անհրաժեշտ է նախ երկխոսություն։ Լայն շրջանակներից սկսած
մինչև գիտական տարբեր ոլորտների երկխոսություն։ Ինչ ենք ուզում։ Որոնք են այն ընդհանուր արժեքները, որոնց շուրջ մենք կարող ենք հավաքվել։ Տարբերվում են դրանք արդյոք։ Գիտենք, որ կան արժեքներ, որոնք նույնն են թե փիլիսոփայության մեջ, թե տարբեր կրոնների, լինի դա քրիստոնեություն, լինի դա իսլամ, լինի դա բուդդիզմ, այս կամ այն ձևակերպված, բայց կան նաև ազգային արժեքներ։ Որոնք են դրանք, փոխվել են արդյոք։ Այն ինչ որ 100 տարի կամ 1000 տարի առաջ ազգային արժեք էր, այսօր նույնն է, մենք համաձայն ենք դրա հետ։ Կան բաներ, որոնք անհրաժեշտ է փոխել, կան բաներ, որոնք պետք է պահել, անհրաժեշտ է պահել, թե ոչ։ Սրա մասին պետք է պայմանավորվել, եւ երբ որ այդ ամբողջը հասկանալի է, ուրեմն հեշտ է նաև լուծումներ գտնել։ Այնինչ որ ես տեսնում եմ Հայաստանում, կարդալով մամուլը, թե կարդալով գիտական աշխատանքները, կարդալով այդ բանավեճերը եւ այստեղ մարդկանց հետ խոսելով, առաջի աչք ծակող բանը դա է, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Եվ սա ամենասարսափելի բանն է։ Ուրեմն պետք է նախ հասկանանք իրար։ Եվ այդտեղից սկսենք աստիճանաբար քայլել, նախ եւ առաջ նաեւ հասկանանք, որ մենք չենք կարող լավ գերմանացի կամ լավ անգլիացի լինել, մենք կարող ենք լինել լավ հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այստեղից էլ հարցեր են առաջանում, իսկ ով է հայը։ Սփյուռքում ապրող, Ֆրանսիայում բնակվող, Գերմանիայում բնակվող, Իրաքում եւ Սիրիայում բնակվող հայ առաքելական եկեղեցու զավակը եւ Հայաստանում բնակվող հայ առաքելական եկեղեցու զավակը նույն արժեքների շուրջ են համախմբված, այդ նույն կրթությունը ստանում են, քրիստոնեական դաստիարակությունը համակարգված է, ունենք մենք այդպիսի կրթական համակարգ, մանկապարտեզների, դպրոցների, ջեմարանների, համալսարանների համար, ծխային աշխատանքի համար, թեմից ներս, ունենք այդպիսի մտածված համակարգեր, թե ոչ։ Եվ տեսնում ենք, որ արդեն այստեղից սկսում են խնդիրներ, եւ միայն լավ մարդ լինել, լավ ցանկություն ունենալ բավարար չէ, այստեղ անհրաժեշտ են լուրջ ինվեստիցիաներ, այստեղ պետք է աշխատեն մասնագետներ, մանկավարժներ, հոգեբաններ, աստվածաբաններ, եւ երկարատև աշխատանքի արդյունքներում կարող ենք հասնել լավ արդյունքների։ Կան նաև փորձը աշխարհի, հատկապես արևմտյան երկրներում, բայց ինչու ոչ նաև Ռուսաստանում, եթե տեսնենք, թե ինչպիսի աշխատանք է տարվել այս վերջի տարիների ընթացքին, բավականին գնահատելի, խորը մտածված, լուրջ, նաև Հունաստանում եւ Ռումինիայում օրինակի համար, որտեղ աստվածաբանությունը կարելի ասել գերազանց մակարդակի վրա իրենք աշխատում են, ունեն կրոնի մանկավարժական ինստիտուտներ, որոնք զուտ մանկավարժության այդ մեթոդաբանությամբ փորձում են կրոնը հասկանալի դարձնել կամ ծրագրեր մշակել մանկապարտեզի տարբեր դպրոցական համակարգերի համար։ Այսինքն, եթե այնտեղ ունենք մենք նախակրթարան, այնինչ որ այստեղ երևի տեխնիկում էին անվանում համասնագիտական այդ դպրոցները կամ գիմնազիաները, որոնք պատրաստում են դեպի համալսարանական կրթություն, այսինքն թե տարիքին համապատասխան, թե գիտելիքների ընկալման կարողության համապատասխան պատրաստվում են, մշակվում են ծրագրեր եւ այդ ծրագրերը քարացած չեն, այլ 2-3 տարին մեկ վերանայվում են, նորություններ են մտնում եւ միևնույն ժամանակ նայում ենք, թե ինչպես է զարգանում նաև մարդու միտքը, փիլիսոփայությունը կանգնած չէ նույն տեղը, աստվածաբանությունը կանգնած չէ նույն տեղը, մանկավարժությունը, հոգեբանությունը կանգնած չէ իր տեղը եւ նոր գիտելիքներ են գալիս, սրանք պետք է վերլուծել անընդհատ եւ սա շարունակական աշխատանք է, սա չենք կարող ասել, այ մի անգամ մենք ծրագիրը մշակեցինք եւ վերջ, այլ մենք պետք է միշտ աշխատենք, վստահ եմ, որ մենք ունենալով այն ամբողջ ժառանգը դարավոր, միայն մատենադարանի այդ գրքերը կողքով անցնելով կարող ես պատկերացնել, թե ինչ գանձեր են, իսկ եթե արդեն ուսումնասիրում ես դա, վստահ եմ, որ մենք նաև, եթե այդ աշխատանքը կատարենք աշխարհին, դեռ ասելիքներ ունենք, պետք է դա օգտագործել։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, մենք իբրև պետականություն, իբրև հասարակություն եւ եկեղեցի նախ պետք է հստակեցնենք, թե ինչպիսի արժեքներ ենք ուզում
սերմանել եւ հետո արդեն աննահանջ կերպով դա իրացնենք։ Միջազգային փորձը նշեցինք 60-ից ավելի երկրում արժեքային ուսուցումը զանազան ֆորմատներով ներդրված է, հենց նաեւ մեր հարևան մուսուլմանական Թուրքիայում, որտեղ բնականաբար այդ դասընթացը ներառում է իսլամի արժեքներ եւ թուրքական իսլամական պետության գաղափարախոսությունը, մենք պետք է բնականաբար որոնենք եւ մշակենք մերը։ Շնորհակալ եմ Տեր այս զրույցի համար, կարծում եմ սա եւս մի հնարավորություն է արժեքահեն կրթությունը եւ բնականաբար այդ շրջանակներում նաեւ կրոնի ուսուցումը, կրոնի եկեղեցու մատուցումը մեր հասարակությանը հասկանալու համար։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, սիրելի ունկնդիրներ, մնացեք բարյավ։ Վեմ ռադիոկայանի եթերում ինքնություն եւ արժեքներ հաղորդաշարներ։ Այն ձեզ ներկայացրեց Վարդան Սարգսակ Ասլանյանը։